եւ հատուկ հարցազրույց հայրաքրեն։ Շուրջամը մեր այսօրվան հայրաքրին դուք կրնակ ուղղակի հետևիլ ռադիոգայանի եթերով, դիմադրեչով, գայքեչով եւ փչիչային հերասանի ռադիո Voice of One ծրագրով։ Հարգելիներ, Գաբրինք շատ արագ սարկասող դեպքերու գշրույթով եւ մեր առօրյա հեվքի մեջ հաջող չենք անդրադառնալ, որ այդ դեպքերը իրենց անմիջական աստեցության են անտին, ինչ հետևանքներ կրնան ունենալ մեր ազգային ու քաղաքական ապակային վրա։ Մեր դեղայնական հարցերով դարված հաջող չենք ուզեր կամ չենք կրնալ անդրադառնալ համահայկական ու հիմնական այն բոլոր հարցերուն, որոնք եթե ոչ այսօր, վաղը, մյուսօր Օրմ անպայման պիտի ներկայանան մեր դիմաց, եթե արդեն ներկայացած չեն, սպառնալով մեր քոյության, ինքնության եւ pedagoganության։ Կդադամսինք հաջող, թե ուղղե պետք է սկսենք եւ հարց կուտանք, թե որն է ազգային մեր օրագարկը այսօր։ Ավելի ճիշտ, որոնք են այդ օրագարկին գեդերը, ինչպես շահկապված են անոնք իրարու հետ։ Ինչպես մեկուն հաջողությունը կպայմանավորե մյուսը։ Ինչպես կարելի է, իսկ կարելի է որ օրագարկի բոլոր գեդերը հետապնդվի միասնապար, առանց մեկուն հաջողությունը երկրորդիմը հաշվին լալու։ Այնպես որ գարենանք ունենալ եւ գազագերբ քաղաքներ ամուր ու սփյուռք եւ հզոր Հայաստան հայրենիքին վերադարձած Արցախով եւ աննահանջ պահանջադիրություն բարգավաճ ու բարոր հայությամբ։ Շատերու համար այս բոլորը անպատասխան հարցումներ են, ուրիշներու համար իղծ բաղցանքներ։ Սակայն հայ ապօրական տեսնակցության համար այս բոլորը իրականանալի առաջադրանքներ են։ Այնքանադեն, որ գա քաղաքական գամք, որոշում եւ ջամփու կարդես։ Գմնա ապահովել միջոցները, ասկի բոլոր հատվածներում մասնակցությունը եւ բոլորին բոլոր կարողություններուն ներդրումը այս գործին։ Բամմա որ գարելիություն կդառնա միայն ասկի զորաշարժով։ Զորաշարժ, որուն գոչը մենք լսեցինք Փարիզեն անցնող 11 ապրիլին, Սփյուռքի հարցերում նվիրված խորհրդաժողովի ավարտին եւ որուն գոչ հաղորդակցությունը քննելու, մեկնաբանելու եւ այսօրվա մեր դակտապներում վրա լույս սփռելու համար վանացանի ստուդիոները ներս կհյուրընկալենք Հոյտաբյուրոյի անդամ, Միջին Արևելքի պատասխանատու եւ հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ երեսփոխան Հակոբ Պակրադոնին, որ ներկա էր խորհրդաժողովին եւ մասնակից դարձավ անոր գլոր սեղանները մեկուն քննարկման։ Բարի եկած եք ընկեր Հակոբ։ Բարի տեսանք եւ բարի մեր բոլոր ունկնդիրներուն։ Նախքան մեր հարցազրույցին անցնելը արդոնեցեք, որ բզիկ շեղում մագադարենք ընկեր Հակոբ եւ անդադառնանք այսօր զուկատիբող լիբանանյան կարևոր իրադարձության մայիս 6-ին։ Լիբանան ինչպես կդիմավորե իր երբեմնի նահատակներու դոնը, որ այսօր վերածված է մամլո նահատակներու դոնի եւ այս մայիս 6-ը ինչով կգարձեք կդարբերի այլ տարիներու մայիս 6-ն։ Նախ շեղում չէ, ընդհանրակը շատ լավ սկիզբ է, որովհետև արիթը խորքային իմաստով շատ իմաստալից է, մանավանդ մեզի հայության համար։ Մայիս 6-ը առաջին հերթին 1916-ի Դամասկոսի եւ Բեյրութի հրապարակներում վրա Ջեմալ Բաշայի կողմէ գաղաղան բարձրացված մտավորականներու, քաղաքական գործիչներու, գրոնականներու հիշատակի հարկումն է, անձնավորություններ, որոնք իրենց կյանքը դվին հանուն անկախության, գերիշխանության եւ ազատության պահպանման եւ իխնդիր Օսմանյան թուրքական լուծեն ցերպազատվելու։ Դժբախտաբար ժամանակի ընթացքին հիշադակը այս օրը, ոգեգոճման այս օրը թիմափոխվեցավ զանազան քաղաքական պատճառներով։ Առաջինը Լիբանանի հաջորդական կառավարություններու Թուրքիան չնեղացնելու սկզբունք են, վերածվեցավ մայիս 6-ը լրագրողներու նահատակության օր, այո, մայիս 6-ի նահատակներու մեջ լրագրողներ
կային, սակայն դոնը ձևափոխվեցավ կամ հիշադակը ձևափոխվեցավ չնեղացնելու համար Թուրքիան։ Իսկ արջի օր գտեսնենք, որ Սուրիո ներկայ կառավարությունը հիշադակի օր անգամ ըլլալու իրողությունը չնչած է եւ մայիս 6-ը վերցուցած է արձակուրդային կամ դոնական օրերեն, բամը որ բնական ձևով հասկանալի իրենց համար, որ Թուրքիո եւ Սուրիո ներկա հարաբերությունների ձիրի մեջ ավելի ճիշտը Թուրքիո ունեցած հեղինակության եւ որոշ չափ նաեւ սուրիական հողերու քրավման իմաստով պիտի չկարենան մայիս 6-ը ոգեկոչել։ Խորքը սակայն այն է, որ այս անձնավորությունները զոհվեցան իվաշվանություն իրենց հավատքին։ Եվ ասոնք Լիբանանի մեջ կարելի է նկատել համալիբանանյան Սուրիո մասին նաև համասուրիական 1916-ին այսօրվա Լիբանանը գոյություն չուներ։ Սակայն կարելի է ասել համալիբանանյան ներկայացություն ունեցող անհատներ էին, որոնց մեջ կար քրիստոնյա քահանան եւ իսլամ շեխը, որոնց մեջ կար քրիստոնյա մտավորականը լրակրողը եւ իսլամ մտավորականը եւ լրակրողը։ Հետևաբար հիշադակը վերածել համայնքային բարձավես թիդանգունեն թիդելու հիշադակի ճիշտ չէ։ Ընդհանրակը ասոնք հիմնադիր սերունդը կարելի է նկատել այն հսկայական պայքարին, որ 16-ին ասին կատարվեցավ Լիբանանի մեջ, սկսելով Օսմանյան թուրքական լուծեն ցերպազադում, մինչև Լիբանանի անկախության հռչակում, մինչև մյուս նահատակները, որոնք ինքան Լիբանանի պաշտպանության խնդիր, յուրաքանչյուրը իր խրամի մեջ, յուրաքանչյուրը իր հավատացած Լիբանանին, մինչև այսօր, երբ նահատակները գինան, որովհետև գտիմացրեն իսրայելյան բռնարարքներուն եւ հարձակումներուն։ Պատմության խեղաթյուրումը ոչ մեկ ձևով գրնա օգնել հայրենիքի գերտման հոս կամ այլտեղ։ Իսկ քրավումի թեմ թիմատությունը ինչ տեսակալ որ քրավումը լա իրավունք է, բնական իրավունք է, քաղաքացի իրավունքն է եւ արժանապատվության եւ գոյության պայքար է։ Շատ լավ ընկերակով վերադառնանք մեր նյութին Փարիզի մեջ կոմարված խորհրդաժողովին։ Անգասկած որ իր տեսակի մեջ եզակեր է խորհրդաժողովը իր օրագարկով եւ իր գազմով։ Առաջին դարձում եմ որ գծակի ինչու այս թայմինգին եւ ինչու այս գազմով նման խորհրդաժողով։ Անգերձորեն նման խորհրդաժողովի գազմագերբումը նոր խաղապար չէ մեզի համար, այլ անցնող դարիներուն զանազան առիթներով քննարկված է, սակայն այս տարեշրջանին իրականացավ ի վերջո։ Իրականացավ, որովհետև շատ ավելի հետևողական ջիկ մի եղավ, շատ ավելի լայն ձևով գարգինը բացվեցավ եւ անհրաժեշտ նկատվեցավ ներկա հանքրվանին անպայմանորեն կայացնել նման համաժողովը։ Եվ պատասխանը տևեց շուտ 6 ամիս, անպես չէ որ երկու շաբթվա մեջ կազմակերպվեցավ եւ այո, ճիշտ կսես ընկերվիքեն, որ եզակի է եւ քեթ նմանը ցարտ չեր կատարված եւ հագարակ նույնիսկ կազմակերպողներուս որոշ չափով դադանումին եւ թերահավատության, որ արդյոք կրնանք հաջողիլ, փաստորեն այն հետևական ջիկը որ կատարվեցավ, քանի մագարտակներու վրա, թե գերշոնական մագարտակի վրա կազմակերպող անհատներուն եւ թե աշխարհով մեկ տարածված
դարբեր քաոթային ներկայացուցիչներուն հետ եւ թե համաժողովը Փարիզի մեջ թյուրին չէ նման համաժողով գազմագերբելը իր դարբեր դժվարություններով եւ թե արդյունքները պետք է ասել որ ռազմավարական իմաստով անպայմանորեն նվաճում կարելի է նկատել հետաքրքրական է նաեւ ասիգա գիտնալ որովհետեւ երբեմն անիմաստ շահագործումի կենթարկվի երկու բան նախ որ այս համաժողովին մասնակցեցան եւ հրավերներ ուղղեցան անհատներու եւ ոչ միություններու այսինքն նույնիսկ եթե անհատը այդ միության մեջ եւ այդ միությունը կներկայացնե միությունը չէ որ հրավիրված է այլ ներկայացական հանգամանք չկար այսինքն ներկայացական հանգամանք անհատներու իմաստով էր երկրորդ դերևս մեր ժողովներն մեջ հազվագյուտ է որ մասնակցության ծախսերը գոհոկա մասնակցողը ինք եւ ոչ թե գազագերբող մարմինը կամ անոնք որոնք այսպես ենթադրաբար եթե կպատկանի այսինչ կամ այնինչ միավորին Գարչ մեյոգես օրվա ժողով մներ 4 հիմնական օրագարկերով հիմա քիչ հետ կանցադառնանք եւ նաեւ անհրաժեշտ է նշել որ 26 երկիրներ է այսինքն Ուրուգվայեն մինչև Մոսկվա մինչև Լյուքսեմբուրգ Շվեյցարիա Լիբանան Կիպրոս եվրոպական դարբեր երկիրներ եւ ամերիկյան ցամաքանաց որոնց հազիվ ոչ ավելի հազիվ թե 1/3-ը կուսակցական ընկերներ էին եւ մենք առաջին օրեն մատնանշեցինք այս կարևորությունը որ ասիկա դաշնակցական ժողով չէ այլ սպյուրքի դարբեր շերտավորումները ներկայացնող անհատներու մտավորականներու կորզիչներու իրավապաններու դիվանագիտական ասպարեզ ընդգրկած մարդոց մարդկային իրավունքներու պաշտպաններու դարբեր փորձառություններ ունեցող գործարարներու եւ նման ոլորտներու մեջ իրենց դերակատարություն ունեցած անհատներու մասնակցություն հաջողած անձնավորություններ անգասկաս առանձնահատուկ դեպք է ներկայություն է եւ նաեւ ոչ բոլորը դաշնակցականամիտ եւ ադիկա կարեւոր է նշել որտեղ հրավերները լայն ծևով մակրդան սխալներ բացթողումներ կատարված լալ բնական է Երանի չլային բայց մասնագիտի 155 մասնագից 155 մասնագից եւ նաեւ բնականաբար Հայաստան է հետաքրքրական էր Հայաստանի պատվիրակությունը եւ Արցախի պատվիրակությունը գային նախկին վարչապետները Հայաստանի Վասկեն Մանուկյան, Խոսոփ Հարությունյան, Հրանտ Պակրատյան Արցախի պատվիրակությունը նախագահի Բաշտոնակատարը խորհրդային նախագահը մարդու իրավանց պաշտպանը եւ այլ անհատներ Մոսկվայեն հետաքրքրական մասնակցություն էր Ուրուգվայեն Միացյալ Նահանգներեն եւ հոներ որ զգացինք որ երբեմն մենք մեր առօրյայի մեջ այնքան գհիաստապվենք եւ բարդվականություն կստեղծվի մեր մեջ հոն զգացինք որ այդպես չէ կան մարդիկ կան անհատներ դարբեր երկիրներ դերևս փոքր երկրի մեջ որ այնքան հսկայական աշխատանք կտանին մեր ժողովրդի դարբեր գարիքներուն քաղաքական թե այլ իմաստով հասնելու համար որ գպավե միայն հավաքել գարցիկներու փոխանակում ունենալ իմիջայլոց գարցիկները միադեսակ չէին անպայման դարադեսակ գարցիկներ գային բայց պետք է ասել որ բացարիք այսպես միասնությունը ստեղծվեցավ հիմնական կերպով հարցերը քննարկելու ընթացքին թե ինչու կատարվեցավ
այս ժողովը շատ երգսեն որովհետև Հայաստանի ընդդությունները կան եւ բարձրապես քարոշչական պլատֆորմներ երբեք այդպես չէ որովհետև հիմնական խնդիրը եւ հիմնական օրագարկը իբրև խոշոր խորակիր մեր ժողովրդի եւ Հայաստանի լինելության բահբանումի խնդիրն է քախտիկ չէ որ մենք այսօր կգտնվենք մեր պատմության ամենաթաժան հանգրվաններն մեկում թեմ հանդիման որ անհրաժեշտ է վերամտածել ծևերը գտնել որ ինչ կարելի է անել այս կահավեջ ընթացքը օրմը դերմը բահմը դարձնելու այո սպիրկի այս խորհրդաժողովը անպայմանորեն չի դարձնել ադիգա միակը չէ որ գնացեցնել սակայն անհրաժեշտ դերևս ոչ միայն բավարար նախաձեռնություն մներ որ պետք է ասել հաջողությամբ պսակվեցավ այսինքն երբ ամենան հայոց կաթողիկոսը եւ Արամ Գիլիգիո կաթողիկոսը Արամ Վեհապարը իրենց ներկայացուցիչները գրգեն աշխովին երբ Ռուսաստանի հայոց միությունը իր ներկայացուցիչը կղրկե եւ իր խոսքը կղրկե կնշանակե որ իսկապես կարևոր հանգրվանի մեջ ենք եւ պետք է ասել որ այդ հանգրվանը պատասխանատվությամբ քննարկվեցավ հարցերը շատ լրջությամբ պատասխանատվությամբ նույնիսկ պանելիստներուն մեջ գլոր սեղաններուն մեջ ոչ դաշնակցություններում մասնակցություններ քերագշրողը դաշնակցական մեր ընկերները հոնեին խոսեցան ոչ անպայմանորեն որովհետև դաշնակցական են այլ որովհետև գարկմա հարցերու մասին նաև իրենք որոշ մասնակցությունին եւ սելիք ունին լադիգա հայտադի կամ քաղաքական կամ գրոնական կամ այլ հարցերու բարակային այս իմաստով ես կենտացրեմ որ անհրաժեշտ էր նման համաժողովը անհրաժեշտ էր վաղուց ի վեր հաջողեցանք այդ համաժողովը կայացնել եւ բնականաբար որբ պիտի չմնա գործնական քայլեր գալ հետակային ընելիք երկրորդ հիմնական խնդիրը նաեւ այն էր որովհետեւ նաեւ շփոթի չմատնենք սպիրկի որը մտածում կար նաեւ որ նման համաժողով մգադարենք միայն սպիրկի ներկայացուցիչներով որը բարեբախտաբար դեղ չի գտավ որովհետեւ մեր խնդիրը սպիրկի խնդիր չէ միայն ոչ էլ Հայաստանի խնդիր է միայն մեր խնդիրը համահայկական խնդիր է որում մեջ Հայաստան Արցախ եւ սպիրկ տարբեր գոյություններ չեն այլ մեկ ամբողջության հիմերն են եւ հատկապես ներգահանքրվանին երբ մտածված ծևով օդարումը ստեղծելու ցկտումը կա դժբախտաբար երկուստեք Հայաստանի գոմե սպիրկը չդեսնելու ամբողջովին անջատվելու սպիրկյան գարկմը մտածողության շրջանակներում մոտ որ սպիրկը այլևս առանցին միավոր է յուրահատուկ միավոր է պետք է մտածել միայն սպիրկի համար խաղապարով երկու կրականտի չեն եւ անհրաժեշտ նկատվեցավ որ մեր ժողովրդի փաղացիչ բոլոր դարերը այս իմաստով այսին Հայաստան եւ սպիրկ միադեղ լան իրարու մտավախությունները մտահոգությունները վերացնեն եւ հստակ դառնա որ երկու այդ սյուները եւ Արցախի հայությունը գաշխատին նույն ուղղությամբ մեր ժողովրդի եւ մեր հայրենիքի լինելությունը պաշտպանելու ուղղությամբ Շատ ճիշտ նկատել Գերագոբ, որ շատեր ողջունեցին առաջին անգամ հավանաբար Սպիրկյան խորհրդաժողովի այսքան մեծատիվ հայաստանյան եւ արցախյան ներկայացան երևույթը։ Շատեր ուրիշ ծևով մեկնաբանեցին։ Նաեւ հագարակ ուղղությամբ միջից որ մատնանշեցիք,
Ոմանք ցաներ բարձրացան, որ Սփյուռքը իրավունք ունի օրագարկ թելադրելու Հայաստանին։ Դուրսը նստած կարելի է խոսել համահայկական հարցերու մասին։ Փարոյական իրավունք ունի Սփյուռքը։ Այսինքն փարոյական ոչ միայն փարոյական իրավունք ունի, բարդավորություն ունի։ Վերջին հաշվով Սփյուռքը ինչպես կազմված է։ Սփյուռքը բարդատրված իրականություն է։ Երանի գարենայինք նաև մենք այս խորհրդաժողովին մտածումը կար, բայց դերևս մտահոգություն էր, որ պետք է կամ ոչ թուրքահայության ներկայացուցիչներ ունենալ։ Բայց հաշվի վրինք, որ Թուրքիո մեջ ապրող մեր հայրենագիտության համար գտնա դժվար է լալ այդ մեկը։ Սի որ ոչ միայն իրավունք, այլ բարդավորություն ունենք։ Ինչպես կրնանք ցկել Հայաստանը։ Եվ Հայաստանը ինչպես կրնա ցկել Սփյուռքը։ Վերջին հաշվով Հայաստանը համայն հայության հայրենիքն է։ Ներկա իշխանությունները ինչ կուզեն ասել, որ իրենք պատասխանատու չեն սփյուռքահայության, որ իրենք միայն Հայաստանի ներկա սահմաններում մեջ նոր եւ իրական Հայաստանի ստեղծումի խաղապարը կփայփայեն, որ հոնաբրողներուն համար է միայն Հայաստանը, լան հայաստանցի կամ այլ քաղաքացիներ, Հայաստանը առանցինը այդ որոշումը չի կրնարարել։ Եվ մեր պատմության մեջ միշտ այսպես եղած է, չէ՞։ Թուրքահայաստանի Ռուսահայաստանի, Բարսկահայաստանի օրերում միշտ գոյություն ունեցած է Սփյուռք։ Եվ Սփյուռքի հայերը միշտ ճագերդի մեջ այրած են երգիրի Թուրքահայաստանի գացությամբ, մտահոգված են։ Ռուսահայը մտահոգված է թուրքահայով, թուրքահայը մտահոգված է ռուսահայով, բարսկահայով։ Այդ օրերում Հնդկաստանի մեջ քաղուտը, Սինգապուրի քաղուտը, Բուրմայի քաղուտը, Ամերիկայի 19-րդ դարու ժամանակաշրջանի հայերը ինչպես փութացած են օգտակար լալու Հայաստանի, որ այդ բարակային բաժնված էր աշխարհակրականորեն Արևմտյան Հայաստանի, Արևելյան Հայաստանի միջև 1918-ին գամավորական շարժումը եւ ատկի առաջ ինչպես կազմված է, ինչպես ամերիկահայեր զինվորագրված են գամավորական շարժումի մեջ, միջև խորհրդային Հայաստանի օրերում, ինչպես Սփյուռքի հայությունը մեկ մասը խորհրդային Հայաստանի վարչագահին գողքին էր, Հայաստանի անկախության ժամանակաշրջանին, Արցախի պայքարին, այսինքն ինչպես կարելի է հանգարց ասել, որ Սփյուռքահայությունը այս բոլորով բիդի չսպաղի եւ իրավունքը չունի սպաղելու, ընդհանրակը բարդավորություն ունի սպաղելու եւ քանթի չէ եւ մեր ժողովրդի լինելության հիմնական վտանգ է այս մտածողությունը սերմանել, որը անմեղ սերմանում չէ։ Չմոռնանք սիրելի ընկերվիքեն, ոչ թե այսօր Էրդողանը, Թուրքիտ Օզալեն, Տանսու Չիլերանը սկսյալ, միշտ դարբեր արիտներու ասած են, որ մեր հիմնական խնդիրը հայկական Սփյուռքին հետ է։ Ինչու հայկական Սփյուռքին հետ է։ Եթե խորհրդային օրերում պայմաններու բերմամբ խորհրդային Հայաստանը բանջադեր չէր գտնարել մեր ժողովրդի իրավունքներուն եւ իրավունքներ գսեմ ընդհանուր առմամբ, այսինքն ցեղասպանության ճանաչում, ցեղասպանության զոհերու հադուցում, հողային խնդիրներ, Սփյուռքը այդ խնդիրը վար բահեց։ Այսօր ինչ կուզեն ասել, որ պետք է վերանայինք այդ բոլորին, ադիգա ուրիշ խնդիր է, ադիգա մինչև հունիս 7-ը կշարունակվի, ադկե վերջ դեղ պիտի չգտնե բնականաբար։ Սփյուռքը հիմնական արժեքն է Հայաստանի պահպանման եւ Հայաստանի հիմնական արժեքը Սփյուռքի գոյատևման։ Եթե Հայաստանը դադրի մեր երազանքը լալե Սփյուռքահայության գոյությունը իմաստ չունենար։ Իսկ եթե Սփյուռքը դադրի Հայաստան երազել է, այդ բարակային Հայաստանի համար
գոյություն ունեցող հսկայական ժառանգությունը, գոյություն ունեցող հսկայական ուժը։ Այսօր գտեսնենք, որ Ֆրանսիայի նախագահ Հայաստան է։ Հագարակսի սաբներուն, որոնք կանխադեսեինք, եւ որ մեր բյուրոյի ընկերը Մուրադ Փափազյանը ընկեր Մուրադը Ֆրանսիայի նախագահին պատվիրակության մեջ կընդգրկվի այլ հայերու հետ։ Այն ընկեր Մուրադը, որուն արգելված էր ասկե առաջ Հայաստան մուտք։ Այն ընկեր Մուրադը, որ ասկե առաջ իշխանություններու բարդացանքով Ֆրանսիայի նախագահը իր հետ իր պատվիրակության մաս չէր իր հետ չէր արած Հայաստան այցելության ընթացքին այս անգամ Ֆրանսիայի նախագահը Մուրադ Փափազյանը գտանի ինչու ընդրություն չկա բակրորը վերընտրվելու խնդիր չունի որովհետև գիտե որ Ֆրանսիայի հայությունը իր սեսե համագարկող մարմինը ներկայություն է Ֆրանսիայի մեջ գիտե որ նաև Եվրոպայի իմաստով եվրոպական մագարտակի իմաստով Մուրադ եւ իր նման անհատները գուսակցականը լան կամ ոչ ներկայություն են եւ նպաստ են Եվրոպայի համար ասիկա չնշանակեր որ սպիրկի հայության ուժը կներկայացի եւ անհրաժեշտ է Ֆրանսիայի նախագահը չէ որ պիտի հիշեցնի ադիկա բարձաբես Հայաստանը պիտի գիտնա եւ շատ լավ գիտեն որ ինչ ներուժ է շատ լավ գիտեն որ եթե այս կանդարի հայտարարի գործունեությունը հարաճ կացած է հետապնդումը հարաճ կացած է շնորհիվ հայտարարի հանցախումբերուն եւ ապա Հայաստանի անկախությունների հետ տիվանակիդական առողջ գործելակերպին որը հիմնված էր Հայաստանի տեսփանադուներուն եւ դերուն հայտարարի մարմիններուն կորցակցությամբ արտաքին նախարարության, սպիրկի նախարարության եւ դեղական սպիրկյան մեր մարմիններուն եւ բոլոր մարմիններուն գսեն ոչ թե միայն տաշնակցական գոյություն ունեցող գարույցներուն այո այսօր Թուրքիան մտահոգ է առաջ երթանք հարցտանք որ բարձավեց Հայաստանի իշխանությունները իրենք առանցին որոշումով այս բոլորը գնան թե դուրք տալու համար թե բահանջ գործականացնելու եւ իրականացնելու համար պատասխանը գցկեմ ունգընտիրներուն ես ունիմ պատասխանը եւ գիտեմ որ ամեն մարդ գիտե թե մեր պատասխանը ինչ է այս մասին Իներագոպ խորտաժողովի հատկանշող երևույթները մեկնալ փագման իր գոչներ կամ սովորաբար հայտարարություններ կգադարվեն այս անգամ սակայն գարձեք ջամփու կարդեսը կներկայացնեն այս խորտաժողովը եւ գավարդեր ասկային զորաշարժի հրամայականով ինչու այս զորաշարժ արտահայտությունը որ մարդոց մոտ այսպես լրջության ցնցումը ստեղծեց բահմը ստեղծեց որում նաեւ այս հարցազրույցն ադուր գծարայ որ ինչու զորաշարժ եւ ինչպես այդ զորաշարժը կպատկերացնեք որ դիտելա այս գոչի մեջի ջամփու կարդեսը որ ճշտված է 4 գլխավոր պանելներու եզրակացությունները ինչպես կգործի կրնան կորզնականի վերածվել կրնան վերածվել եւ ինչպես կրնան վերածվել գիտեք նախ սկսելու համար նույնիսկ խորակիրը ընդրելու համար մենք շաբաթներ ունեցանք եւ աշխատեցանք գիտեք չէ ասկայանեն հաջող ես արտահայտված եմ ասելով համասկային թիմադրության գարիքը կա զորաշարժի գարիքը կա եւ նման այլ բարեր երբ զորաշարժ երբ թիմադրություն վտանգ երբ որ հասած է դրանց երբ որ գտեսես որ այլևս այլ երկ չունիս բացի միասնական հավաքական բայկարեն այդ միասնության եւ հավաքական բայկարի մեջ մարդիկ կփորձեն իբրև թե քաղաքական իրադեսությամբ ինչ որ կարելի է փրկենք հրթե ինգած է մինակ դամ մեջ մեր ունեցած նկարները ընտանեկան եւ քիչմը ոսկին առնենք փախինք թե ոչ փորձենք նաեւ գրագը մարել հոն որ կարելի է եւ այդպես
իհարգին գարենան քիչ մնալ այրած դան մեջ մնալ ասորնակները գուտան որովհետև ամեն օր մեր աչքերուն արջև հարավի եւ Բեյրութի պատկերները կան այսօր այդ անկրվանին ենք մենք երբ կտեսնենք ամեն ինչ կահավեժ գերտա երբ Հայաստանի իշխանությունները քաղաքական օրակարգերը կվերածեն պոպուլիստ օրինակներում երբ նույնիսկ Եվրոպայի խորհրդաժողովը Երևանի մեջ կվերածվի զբոսաշրջական այցելություններու սրտիկներու վազելու դրական ինչ որ սապրիչի երթալու եղունքի այսպես հարթարանքի տաշնակ ջազ եւ երգի երբ անթին Արցախը գործունեացած ես երբ անթին քուտրացի երկրից մեջ որ ցարտ միակ ելքդ եղած է ճանապարհը եղած է շնչելու օրին ազերբայջանական թուրքական հարցակումներուն թել եւ ցարտ գոյություն ունեցող Բաշարում ինթեմ այդ ամբողջ անլրջությունը մեզի գդանի աչքով գտեսնենք այսինքն չտեսնելու գուրությունը այլևս գդանի թեպի քայքայում այդ քայքայումին թիմած եւ հիաստապության թիմած զորաշարժներ անհրաժեշտ եւ այո այս մեր համաժողովը հաջողեցավ ստեղծել այլ մթնոլորտը որ ոչ միայն քիդագից ենք գացության թաժանության այլ մանավանդ քիդագից ենք որ ադիգա դեսնել է իդ կարելի չէ ցերտացալ մնալ եւ հիմնական հարցեր կան որոնք ժամանակի ընթացքին եւ հնչեցին հուն սակայն գիտեք մեյոգես օրվա ժողովի մեջ չես կրնար ամեն ինչ լուծել պիտի շարունակվի ընթացքը որ գարենան գտնել ծևերը որ ասկացությունն ոչ միայն դուրս գանք այլ ասկացությունը հաղթահարենք եւ մեր ժողովրդի մեջ գամա ագամա գիտակցաբար անկիտակցաբար սերմանվող բարակդիչ օդարումի դանող օդարացումի դանող բոլոր սերմերը գարենանք չեզոքացնել չմոռնամ նաև ասել որ այս խորհրդաժողովի մասնակիցներուն կետ 50 առարիր ու երդասարդ տարիքի անհատներ էին որոնք հետաքրքրական էր ընկերվիկ են հայախոս էին բոլորը հայախոս էին եւ մաքուր հայախոս արևմտահայերեն խոսող անհատներ էին փորձարու անհատներ երդասարտները նույնիսկ գերմանացի մգար որ հայախոս էր այսինքն ինքը հայ ու զավակ չէ գերմանացի է բայց ապրած է անջար եւ հայախոս է եւ շատ հետաքրքրական փորձառություններ կային ասեք գիտեք մենք լիբանանի մեջ նստած մեր լիբանանյան ավանդություններով լիբանանյան տեսանկյունն դարբեր ծավով գտեսնենք հարցերը չէ եւ բնական է սուրյոնի մեջ նստողը դարբեր ամերիկայի մեջ նստողը ամերիկայի մեջ լիբանանահայ ցակում ունեցողը դարբեր է ամերիկացինը դարբեր է ուր մնաց մոսկվա ուր մնաց ուրուգվայ Զվիցերիա լյուքսեմբուրգ հոլանդա շվեդ դարբեր մտածողություններ են որոնք եկան բոլորը մեկ հասարակացիցի մեր ժողովրդի լինելության խնդրի պաշտպանության Հայաստանի, Արցախի, գերիներու ազատարձակման, սպիրկի քաղաքներու զորացման, սպիրկի քաղաքներու միջև հարաբերություններու մշակման մենք կգարձենք որ ամեն ինչ գիտենք եւ ուրիշները ամեն ինչ գիտեն մեր մասին այդպես չէ իրականությունը գիտեինք որ այդպես չէ բայց երբ կշոշափես նաեւ մարդոց կարծիքները գտեսես որ ինչքան հսկա աշխատանք կա ինչքան բացառիկ
գարիքներ կան ուր իրարու օժանդակելով իրարու նեցուկ կանգնելով մենք կրնանք ոչ թե երկար ժամանակի մեջ շատ արագ կերպով հաջողիլ այս հիաստապ վիճակեն դուրս ելնել եւ իսկապես գարենալ մեր լինելության պաշտպանության գործը սկսել։ Գերակոբ որպես զանոթացնենք մեր ունգընտիրներուն եւ ագընտիրներուն այս խորհրդաժողովին քննարկած կետերը շատ արագ 4 պանելներուն անդրադառնանք եւ հիմնական շեշտադրումներ բաղակի ձեր պանելով։ Առաջինի նյութը սպիրկի ռազմավարական թերը եւ քաղաքական օրագարկներ։ Հաճախ հարցրված է որ սպիրկը որ բազմազան է աշխարհակրական դարբեր դարածներ կան, դարբեր մտայնություն, դարբեր գուսակցություն, գրնա քաղաքական միադեսակ օրագարկ ունենալ։ Իսկ դե պիտի ունենա ինչի վրա, հիմերը որոնք են, որոնց շուրջ կրնանք բոլորս դարբեր հատվածներ համախմբվին, ինչ կգործեք խորհրդաժողով այս ծևով կդավ փանալին հիմնական գեդերը որ գրնա աշխարհասպետայությունը քաղաքական կորձոնի վերածել ի նպաստ Հայաստանի, ինչպես որ ասեք։ Շատ բնական է ովևէ միջավայրի մեջ միադեսակ քաղաքական մտածողություն չլար։ Ոչ էլ միադեսակ օրագարկ կրնալ։ Սակայն սպիրկը նաև Հայաստանը քաղաքական դարբեր մտածողություններու հավաք մնե, ըշտեմարան մնե։ Սակայն կան հարցեր, որոնց շուտ չես կրնալ միագամ գեցված չունել։ Հայաստանի անկախության պաշտպանությունը միադեսակ խնդիր է, մեկ խնդիր է, որոնց իմաց սպիրկայի դարբեր բան չի գրնար։ Գրնա մտածել, որ Հայաստանի անկախության պաշտպանությունը 10 կիլոմետր բագասով գլլագամ չլար, բայց չի գրնար մտածել ըստ էության, որ անկախությունը պետք չէ պահպանվի։ Արցախի գրավումը եւ Արցախի ժողովրդին ինքնորոշման իրավունքը, քերիներու ազատ արձակումը, վերադարձը Արցախի ժողովրդին, գրնաս վիճիլ, թե ինչպես կարելի էր Արցախը բարդության չդանել, կամ ինչպես կարելի էր Արցախը չհանցնել, բայց չես կրնար երկու կարծիք ունենալ Արցախի ժողովրդի վերադարձի մասին, ազատ ինքնորոշման մասին, քերիներու ազատ արձակման մասին։ Սպիրկի քաղաքներու ամուր բահելը ամեն մեկը գրնա մտածել, թե ինչպես կրնա ամուր բահել։ Մեկ մասը գսե, որ այո լեզուն կարևոր է, բայց անպայմանորեն հայերեն լեզու չիմացողը չի նշանակեր, որ չի գրնար օգտակարը լալ սպիրկի ամրության պահպանման։ Տեսակետ է, բայց չես կնար վիճիլ, որ սպիրկը ամուր բիդի չբահես։ Չես կնար վիճիլ նաև, որ սպիրկը առանցին քոյություն է, գապ չունի, սպիրկը պիտի բահենք սպիրկի համար, այսպես ասած սպիրկի հայրենիք, սպիրկահայերու հայրենիքը սպիրկը պիտի լա։ Հիմա մայրաքաղաքը ուր գորոշենք, այլ խնդիր։ Հայերը հանրազանոթ են թակավորություններու ընթացքին, քանի մայրաքաղաք կունենային։ Այդ չէ խնդիրը։ Չես կրնար պատկերացնել, որ սպիրկը ինքնանպատակ է, Հայաստանը ինքնանպատակ է, երկու տարբեր ժողովուրդներ են, երկու տարբեր հարցեր կհետապնդեն։ Չորրորդ գրնած տակտիկային իմաստով ցեղասպանության ճանաչման խնդրի մեջ ժամանակավոր բանջներու ոչ թե թաթարեցում վերադասավորություն բայց չես կնարսել որ ցեղասպանության ճանաչում պիտի չունենք ասոնք հարցեր են որ կարելի է եւ պաստորեն մենք Լիբանանի մեջ այդ փորձառություն ունենք, չէ՞։ Միջկուսակցական մեր հանդիպումներում մեջ հիմնական խնդիրներ կան, որոնց չենք կրնար վիճիլ։ Մայիս 6-ի հարցին շուրջ, ապրիլ 24-ի հարցին շուրջ, Լիբանանի հայության անվտանգության շուրջ չենք կրնար, գրդանք անհամացայն լալ միջկուսակցություններուն հետ Հայաստանի ներկա իշխանություններուն խնդրում, բայց իշխանությունները գուկան ու գերտան։ Եթե ամեն անգամ որ իշխանության կորձելակերպը խնդրարարգա է կամ գասկածելի է կամ մերժելի է, մենք համահայկական հարցերը պիտի զիջինք
այս կամ այն իշխանության պահպանումին կամ մեկնումին համար ադիգա ժողովրդիմը, ասկիմը, հայրենիքիմը պաշտպանության պահպանումին համար միայն քանթիչ կրտնալ եւ այս ժողովը եկավ այս բոլորը ասելու նույնիսկ արեմդահայերենի մասին անդրադարձավ որովհետեւ արեմդահայերենի պաշտպանությունը նաեւ սպիրկի պաշտպանության ինը իխնդիր Հայաստանի եւ հայության պաշտպանություն Երկրորդ պանելը արդեն այս տույթին կանտատարնար ասկային արժեքներու եւ հայ եկեղեցու թերը սպիրկի հայկական ինքնության բաբաման մեջ հոս հաղորդակցության մեջ կդեսնենք 3 շեշտադրում կատարված է որոնք բացատրություն կգարուդին թիմատրություն համախմբում գրթություն եւ դասերակցություն ինչու կգարձեք այս 3 կետերու շուրջ է որ հիմնական շեշտադրում կատարված է խորհրդաժողովի մասնակիցների կողմէ թիմատրություն համախմբում գրթություն եւ դասերակցություն Գիտեք հետաքրքրական է գրոնականներում մասնակցությունը Ֆրանսիայի առաջնորդը գար Իպանանայից առաջնորդը գար Հայր Քոյունյանը գար Կարմիկ Քոյունյանը Կանադայեն եւ այդքան Սակայն ժողովը ամբողջ այս 3 օրինակ ուգուտամ որովհետեւ հստականա որ գրոնականներու ասացությունը չէր ժողովին վրա աշխարհականները նույնքան կարծությամբ հայ եկեղեցու պաշտպանությամբ հանդես եկան որովհետև պատմության ընթացքին եւ ներկայիս հայ եկեղեցին ողնահարն է մեր քույրության պահպանման քաղաքական կորձոնի բացակայության քաղաքական ուժի բացակայության եկեղեցին եղած է մնացած է ոչ միայն մեր Համայն աշխարհի մեջ այդպես է, հա։ Այսինքն Վատիկանը այսօր ինչա լսենք հավատքի կետրոն է։ Իսլամական աշխարհի մեջ ազարը կամ այլ կետրոններ, Կոմը, Իրաքը, Նաջաֆը կամ այլ շրջաններ կրոնական կետրոն են, որոնք բահած պահպանած են իրենց ժողովրդին հավատքը։ Երբ վտանգը կսպարդա հավատքին հոն է որ կմտահոգվիս գրնա բադահիլ որ սպիրկյան կամ հայաստանյան իրականության մեջ շատեր եկեղեցին փորձեն հուսախապլալ եկեղեցականն հուսախապլալ վարվելագերբերը հուսախապլալ թշկոհիլ նույնիսկ դառնալ աղանդավոր հերանալ մեր եկեղեցին բայց երթալ այլ եկեղեցիմը հարիլ Արաքելական համայնքի զավակ կլա գերտա հայգաթողի գլա կամ ավետարանական գլա կամ հագարակը գլա բայց կմնա հավատացյալ այն եկեղեցին որուն ինքը կպատկանի կամ գերտա պատկանելու սակայն երբ հարված է գերտա հայ եկեղեցու արմատներում այդ է վտանգավորը եւ մտահոգիչը Եվ երբ ադոր թմբկահարումը նաև գլա կուտշտամի իտ կողմ է հավելյալ պատճառ է մտածելու որ չէ ուրիշ բան է հետապնդվածը մեր մոտ սահմանացությամբ Հայաստանի հայ եկեղեցին թերագատարություն վստահված է սահմանացությամբ հայ առաքելական սուրբ եկեղեցին ջանցված է իբրև Հայաստանի եկեղեցի Կարելի չէ անցիմը եպիսկոպոսիմը կամ վեհապար հայրաբեդիմը թեմ մտածողությունը վերածել եկեղեցու թեմ հիմա պիտի որ այդպես չէ ասված բայց ըստ էության այդպես է որովհետև եւ ունենք Լիբանանի փորձառությունը չէ անցող օրերում թե իսլամ հոգևոր բեդերու թե հատկապես Մարոնի բادرիարքին թեմ քրարումները անմեղ չեն նույն այդ անհատները ասկի առաջ տարբեր քրարումներ ըրած են որոնք կմիտին բաժնել Լիբանանի համայնքային համագեցությունը եւ նախատրյալները զդեղել ներքին բարակտումներու որոնք փորձառությունը ապրած են
75-ի պատերազմին ապրած ենք, անցարկելներու վրա ապրած ենք, շեխը սպանված է, քահանոմը սպանված է, եպիսկոպոսը սպանված է եւ Եղբայրասպան բանի քաղաքացիական այսօր սպանությունը չի գա եւ ուսանք չլար, բայց երբեմն խոսքը շատ ավելի գքանթե, գսպանե, քան գաբարը, պամպուշտը։ Այս իմաստով է, որ հայաստանյաց արաքելական եկեղեցին իսկապես ժողովը նկատեց հիմնակար եւ գոչ ուղեց թիմադրություն ազգային ինքնության դեմ ուղված որևէ քայլի նկատելով հայ եկեղեցին ազգային ինքնության հոմանիշներն ինչ սեվի թիմադրության մասին ակնարկություն այս բարակային եւ ուր Հայաստանի մեջ, Սփյուռքի մեջ, ամենտեղ բոլոր մարզերում մեջ ամենտեղ ուր որ կարելի այսինքն Հայաստանյան եկեղեցին իր ներկայ ունեցած քրիստոնեական արժեքներով եւ բարոյական արժեքներով գրնան բադայիլ եկեղեցականները գսխալին բայց ներկա անկրվանին երբ Արցախը գործունեացած է երբ անկախությունը թվանքված է երբ Հայաստանի թրքացման վախը գա միակ արժեքը որոնց շուրջ համահայկական միասնություն գա Խնդիրը Էջմիածի գաթողություն եւ Գիրիգո գաթողություն չէ Երուսաղեմի բادرիարքություն եւ Կոստանդնուպոլսի բادرիարքություն չէ խնդիրը հայ եկեղեցին է երբ այսօր գտնվի այդ հարցը եւ հարցագումը չէ մենք բարդավոր ենք իբրե պատասխանատու մարդիկ իբրե բարձ ասկայներ մտահոգվելու որ մեր ժողովուրդը ուր գերտա մեր բացության ընթացքին ունեցած ենք չէ ժամանակներ երբ թակավորները միջամտած են եւ քարի մգատողություն ունեցած ենք միաժամանակ ինչ օգտված է ժողովուրդը ատքի դգարացած է անջիտված է շատ բնական կերպ այսօր նույնն է որ գերտնվի եւ այսօր քիդագից էին շովականը համախմբում գանխել բարակդումը եւ ստեղծել ամուր համախմբում եկեղեցու շուրջ եւ ատիկա լիբանի մեջ մենք նկատեցինք չէ անցոր շաբաթներուն դոնական օրերուն որ հերու ենք Էջմիածի թեմ եղած բայկարեն բայց խորաբես քիդակից է մեր ժողովուրդը որ ուր որ ալա եկեղեցի մեկ է դարբեր աթորներով դարբեր թեմերով մեկ է եւ որևէ բայկար եկեղեցու թեմ գանցատարնա մեր բոլորին վրա գրթություն եւ դասերագություն ընդլայնել սփյուռքահայ գրթական մշակութային հոգևոր համագարկը այո մենք տակնապ ունենք որովհետեւ մեր հոգևոր համագարկը չէ ընդլայնված եթե մենք Լիբանան Սուրիա ամենօրյա վարժարաններ ունենք Լոս Անջելես ամենօրյա վարժարան ունենք Կանադա ամենօրյա վարժարան ունենք ուրիշ քաղաքներում մեջ ամենօրյա վարժարաններ չունենք կամ եթե ունենք 1 կամ 2 հատ նախագծանի մագարտակի վրա է թերևս գան միօրյա վարժարաններ մենք ունելիք ունենք չենք կրնար, որովհետև ժամանակները այսպես են հանցնվել ժամանակներուն եւ շարունակել մեր կյանքը եւ վերջնալ զղջալ եւ լալ, որ ուր հասանք ինչ եղանք։ Այս իմաստով մեզ համար հիմնական էր այս կետը։ Երրորդ պանելը ընկերակով, որում նաեւ դուք մասնակցեցաք զեկույցով արտահայտությամբ Հայաստանը սփյուռք հարաբերություններու հիմնահարցեր եւ հորիզոններ։ Բարձ հայ մարդը հարց կուտա որ ինչպես հարաբերություն ունենք երբ որ միացյալ դեսլագան չկա երբ որ մարդիկ իշխանությունը մեզի գմերժեն այսօր գանդեսեն գարամարեն գբարակ դեն սփյուռքը կրնանք հարաբերություններում որուն է դուք ձեր երութի մեջ խոսքի մեջ ակնարկություն ունեցած եք ո՞ւմ ժողովրդին է կամ Հայաստանին քաղտած ժողովուրդին է մինչև իսկ որ նոր տրմնը որ գարժե քիչ խոսիկ որ ինչ իմդի ունեի գսելով որ հարաբերություն Հայաստանին քաղտած ժողովրդի հետ խորտային օրերում սփյուռքը բաժանված էր գդոր էր համենավար իշխանությունները ուղղակի իրենց տեսփանդուններուն ջամփով միջին արևելքի մեջ թե արտասահման գբարակտեին մեր ժողովուրդը Սինույսկ Երևանի համալսարան ընդունվելու համար կամ գուսակցությունը ներքախտի ադեմ պետք է հայեր տաշնակցության որ ներքախտեիր ինչ եղավ բավական խորտային իշխանություններուն եւ համայնաբարություն փուլ եկավ Հայաստանը մնաց բայց
արժեքները, որոնք խլված էին մեր ժողովուրդին, վերադարձան։ Ինչ կրնային կնել սպիրկի մեջ, այդ օրերուն ըրինք, բահեցինք, բահբանեցինք մեր դպրոցները, բահբանեցինք մեր միությունները, մեր եկեղեցին, բայկարեցանք, դժբախտաբար արյունահայեղություն եղավ, մեր մամուլը, մեր մշակութային արժեքները բահբանեցինք։ Եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը անկախության հետ։ Արտաքսեց դաշնակցությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը ավարտվեցավ ավարտ գտավ ոչ փառունակցելով։ Դաշնակցությունը Հայաստանի մեջ մնաց։ Հայաստանն ալ մնաց։ Եկան նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ հայ-թուրքական պրոտոկոլները սպիրկը ոտքի ելավ, պրոտոկոլները ստորագրվեցան Զյուրիխի մեջ, բայց գործականացումի չտրվեցան։ Հայաստանը մնաց։ Դաշնակցությունը մնաց, պրոտոկոլները չստորագրվեցան։ Հիմա գա այս իշխանությունը։ Մեր ժողովրդի գիտակցությունը այսօր հասած պետք է լա դեղ, որ այլևս կարելի չէ շարունակել։ Կարելի չէ շարունակել այս իշխանություններու ջամփով, սակայն անհրաժեշտ է նաև համասպիրկյան մտածողություն յոլա չերտալու այն վիճակին հետ, որ կստեղծվի, որ անցնենք, անցնենք վեր չգնայինք։ Միշտ չէ որ հատկապես ներկա ժամանակաշրջանին, երբ ժամերը այլևս փոփոխություն կառաջացնեն, ոչ թե օրերը, ոչ թե շաբաթները, ամիսները կամ դարիները։ Գքիլ անգարելի է, հանցնվել անգարելի է։ Ինքնին կդ պաշտպանես, իբրև սպիրկահայ, իխնդիր Հայաստանի, իսկ սպիրկի մեջ նոր մտածողություն։ Մենք գիտենք սպիրկ երբսենք մեր մտածողությունն նախ գահանենք Վրաստանի հայությունը, Ռուսաստանի հայությունը, ավանդական սպիրկի գաղափարը կան, մեր հարկելի մտավորականներն Հակոբ Բալյանը երբեք սպիրկարը չի կործացել, սպիրկներ կկործացել, որտեղ քանի մահանկրվանի անցած է սպիրկը։ Այսօրվա սպիրկը 40-ական սպիրկը չէ, 60-ական, 80-ական սպիրկը չէ։ Նույնիսկ Լոս Անջելեսի հայկական քաղուտը խառնուրդ մնե։ Լիբանանահայ, Սուրիահայ, Իրաքահայ, Եգիպտահայ, Բարսկահայ, Հայաստանի արտաքաղթած հայեր։ Որոնք յուրաքանչյուրը, եթե միջին արևելքեն քաղաքողները ժամանակի ընթացքին իրենք կրցան պայմաններուն հետ հաշտեցնել եւ ստեղծել այսպես ասած արևմտահայ մտածողությամբ սպիրկ, Հայաստանի հայությունը, Հայաստանեն արտաքաղթածները այսօր այլ իրավիճակի մեջ են։ Նախ թիվով մեծ են, իրենց համար այլ առաջնահերթություններ կան, որոնք նաև անհրաժեշտ են հոն եղած եւ այլ երկրներում մեջ Եվրոպայական նույն վիճակը եղած մեր քաղաքներում մեջ Հայաստանի հետ եւ Հայաստանի հանդեպ հավատքը զորացնել։ Սպիրկի հայաստանցին ինչու արտաքաղթեց։ Որտեղ թշկո էր Հայաստանի գացությունն։ Միայն տնտեսական խնդիրը չէ։ Նաև տարբեր պատճառներով։ Մոսկվա ապրող հայաստանցին, չավախցին, արցախցին գացությունն թշկո։ Մի կարծեք, որ թյուրին է այդ երկիրներում մեջ հանգիստ ապրիլ։ Այդպես չէ։ Սպիրկը ամենը թաժան վիճակն է։ Սպիրկի մեջ հայ մնալը բացառիկ ջիք է։ Հայաստանի մեջ հայ մնալը ընդրանք չէ։ Այսօր կա Հայաստանի հայուն համար նաև այսպես ասված կսավառնի որոշ մթնոլորտ, որ դուք այսպես այնպես հայ բիլի մնակոս, հետավապար, պայման չէ հայկական գրթություն, պայման չէ հայ արժեքներ, ամբողջ հողին վրա եք, հողը ցես հայ կբայ, ամբես չէ անպայմանորեն։ Ադոր համար իմ մոտեցումը սա էր, որ
այն քաղաքներում մեջ որ արդակախտող հայաստանցիներ կան անհրաժեշտ է նաև ընդհանրական հող գտնել հարցերու շուրջ որ իրենք զիրենք նախ օդարչիսկան սպիրկի մեջ ավանդական սպիրկ գազմող հավաքականություններ են երկրորդ սպիրկահայը որ ավանդական սպիրկ է միջին արևելքեն կամ հին սպիրկ է այսինքն քոյությունի ինքզինք չհերացնե որտեղ մեզ միացնողը ինչն է հայությունն է հայաստանցի հայը եւ լիբանանցի հայը միացնողը հայությունն է արաբերեն լեզուն չէ ռուսերեն լեզուն չէ անգլերեն լեզուն չէ հայությունն է եւ անպայմանորեն սև չտեսնենք ամեն ինչ որ վերջացած է արդակախտած են իրենց ամբողջ արորյան տրամշահիլ է հարստանալ է այդպես չէ ես աչքով գտեսնեմ որ այդպես չէ նույնիսկ մարդիկ որոնք այլևս հայերեն լեզու չեն կործածեր շատ համեստորեն բերսեմ իրենց մտածողության մեջ երբեմն գտնես անհատներ որ ամենագարձր լիբանանահայերեն ավելի գարձր են երբեմն ամենագարձր տաշնակցականն ավելի արմատական են եւ ասիկա ոչ հայկական դպրոց կացած է ոչ հայ մշակույթին հետ կապ ունեցած է ոչ հայերեն խոսի բայց իր ցերին ցայնը զինք կգան չէ իր արմատները Չորրորդ պանելը ընկերակով որպեսի պակենք այս բաժինը վերնակիր ուներ սպիրկի զորաշարժ եւ վերաշխուժացում հանուն համասկային նպատակներով Խոսիմնական հարցը որ գտրվի գարձեմ այն է որ ինչպես զանազանել բեդությունը գարավարութենեն կամ ասկային կերակուն շահերու սիրուն սադարել բեդության շահերուն առանց սակայն իշխանություններուն չեղածքին չուր լեցնելու որովհետեւ որ գսենք համասկային նպատակներ պիտի ծառայենք նշանակի նաեւ պետականության ամրապնդման պիտի ծառայենք բայց ինչպես է որ ինտիմատիր կասության մեջ ենք կամ այսքան նկատողու թշկողություններ ունենք արդարորեն մի աշխատիկ զորացնել բեդությունը մեր համասկային նպատակների խնդիր սակայն առանց բեդության հետ կորզակցելու կամ առանց ընդունվելու մեր կորզակցությունը դիլեմա մը գա ոստիժվար Մորեն բիդ վերթաբնամ խորհրդային օրերում ամենագարձր քննադատողը համենաբար իշխանությունները տաշնակցությունը եղած բայց մեր մամուլի մեջ եւ մեր կեցվածության մեջ ոչ մեկ բարգը գտնենք ընդհանրակը հաջող նաեւ քնահատանք Հայաստանի մեջ արձանագրված նվաճումներում այսօր Հայաստանը է ինչ որ է իր գառույցով իր մշակութային գիտական գրթական հիմնարկներով ուզենք կամ չուզենք չենք կրնար մեր մադին եդև բավդիլ օրին խորհրդային իշխանություններով եւ այն հայ մարդոց որոնք երբեմն համենաբար լալով հանդերձ պաշտպանած են հայկիրը քրագանությունը հայ դպրոցը հայ 1918-ի 19-ի հիմնված հայ համալսարանը գիտական հիմնարկները հաստատած են մարզավան հաստատած են այս հաստատած Բուշարցան հաստատած են Ձիծերնագապերտ հաստատած են Սարդարաբադ հաստատած են Տեգուզ եւ այսօր կփորձեն աբա մոնտաժել այդպես կսեն սակայն իրականության մեջ ատոմ քույություն ունին հոս է մոտեցումը որ բեդությունը պիտի մնա իշխանությունը պիտի երթա բեդությունը պիտի մնա եւ մեր ջիկն ու աշխատանքը պիտի լա այդ բեդությունը ամրացնելու նաեւ իր սահմանները բեդությունը կմնա եթե նաեւ հողային դարածքը իր ամբողջությամբ մնա եթե կարենա իր անկախությունը բահել եթե կարենա քաղաքական ճիշտ կողմնորոշումներ ունենալ ադոր պատասխանատուն իշխանություններն են հետևաբար խնդիրը Լևոն Տեր-Պետրոսյանի օրերուն տաշնակցությունը արտաքսվեցավ Հայաստանին Հայաստան համահայկական հիմնադրամին այդ օրերուն Լիբանի գետրան գոմիդեն աշխատանք տարավ $250,000 հիմնադրամին հատկացուց
Եվ մենք ոչ մեկ ադեն բացի եթե արգելվեցավ կարգուն պատասխանատուներու Հայաստան այցելել ոչ մեկ ադեն ոչ մեկ ջիկ տապեցինք օդարացնելու Լիբանանահայը Հայաստանին վերջավորության Հայաստանը մնաց եւ Հայաստանը պիտի մնա սփյուռքայությունն պիտի մնա իրարու հետ նույն ցևով նույն նպատակներուն համար աշխատելու Գերագո բայց խորհրդաժողովին շատ կարճ ադեմ մի հետ դուք ունեցաք նաև սպյուրքեն այլ փորձառություն աշխատանքային այցելությամբ գտնվեցաք Մոսկվա որքանով Մոսկվա շփման մեջ մտակ Մոսկվայի հայության հետ եւ ծեր վկայությամբ որքանով Մոսկվայի հայությունը հետաքրական ասի քիչ խոսենք մենք վանացային կամ առասարակ որքանով Մոսկվայի հայությունը առնչված է կամ հաղորդագից է սպյուրքի ընտարական տակնապներուն հետ կամ Փարիզի խորհրդաժողովի արտահայտված մտահոգություններն հետ ինչ տեսակ ծեր վկայությունը ինչ է Նախ ասեմ Մոսկվան 15 միլիոն բնակչությամբ սկայական քաղաքն է ուր շուրջ 2 միլիոն հայ կա 2 միլիոն բայց չկարծենք որ ճամփան քալածատենից հայերեն գլսենք հրավեր ուղղված էր Ռուսաստանի հայոց միության կողմէ բարոն Արա Աբրահամյանն է այդ միության նախագահը յուրաքանչյուր ռուսական քաղաքի մեջ Մոսկվա եւ Անտին Կրասնոդար Դոնեցկ եւ այլն գա հայկական միություն եւ այդ ծավալ նաեւ այս գետրոնը ռուսահայոց գետրոնը ղեկավար է Ռուսաստանի հայերու արորեկյանք ընդհանրապես հայախոս չեն այսին բահեր եղան որ ինքս այսպես ապիպերան մնացի որ ինչ կխոսին որտեղ ռուսերեն կխոսին բարդավոր է մեկուն հարցնել ինչ կխոսին հրավիրված է ցեղասպանության 111-ամյակին արիթո որ ամբողջովին ռուսերեն էր օդար ռուսեր գային որ խոսքարի իմ խոսքը ստարկվանվեցավ ռուսերենի հետաքրական փորձառություն էր դեղուն վրա բայց այդ այսպես ասած ռուսախոս հայերը որոնք հայերեն գիտեն խոսիլ բայց արորիայի մեջ ռուսերեն գխոսին գսեի որ զիս զարմացուցին ապշեցուցին իրենց հայու սիրտով եւ հոգիով չի զարմանանք որ իրենց ինքնաշարժի մեջ ռուսերեն չես լսեր հայերեն երկ կլսես արիթ ունեցա ընցիկի մը գտնվելու շուտ 200 հոգինոց սովորական ընցիկ մեր հետ կապ չուներ այսինքն հայկական այսպես արևելյան ջաշարանի մեջ որ հայ երկի չի լավ երկեց եւ ցասմանության զոյերու իշադագի մեկ վարգան հոտնգաս երդասարտուիներ էին բոլորնալ բայց հետաքրքրական էր որ նաեւ հապաղական երկեր երկեց ասկային երկեր երկեցին որ այնպես ինչպես հոս երակույն սրահի մեջ կերքենք նույն մտնոլորտն էր հանդիպեցա ռուսահայոց միության ընդհանուր ժողովին որ մարդիկ բացառիկ ակնկալություններ ունեն մյուսը սպյուրքեն ավանդական այո նաև Լիբանանեն այս կացության մեջ չաղճաղճվեցամասություն Լիբանանը չի գիտեր չի ճանչնար չի եկա չայցելած բայց իրենց համար սողները գային որ առանց Լիբանանի հայություն քոյություն չի կնար ունենալ եւ այսպես բարձաբես հաջողակատարություն չէր որովհետեւ առաջին անգամն էր զիսկ դեսնեն դերևս մեկ հատ ալբերի չդեսնեն այն դակ մտնոլորտը որ գար հայկական հարցերու նկատմամբ բացառիկ ներշնչումի աղբյուր է համասկայանի նախաձեռնությամբ 13 գիրագնորյա դպրոց հաստատված է 650 աշակերտով յուրաքանչյուր դպրոց մեկը մյուսեն մեկ շամ հերույ այսեն արիթ չունեցանք որտեղ գիրագի օրերն են այդ երեխաները իրենց տունեն այդ դպրոցը երթալու համար 1 ժամ քառորդ եւ ծմրան ցուրդին գամ
բնական օրերու ահրելի խջողում է Մոսկվայի մեջ։ Գերտան հայերեն սորվելու համար, հայցոնություն սորվելու համար, հայ երկու բար սորվելու համար։ Ասկային առաջնորդանան այցելեցի Երզաս Սրբազանին, թե ապրիլ 24-ին օրը եւ թե հաջորդ այսին երկու օր ետ կիրակին հարյուրավոր մարդիկ երկու եկեղեցի կա, ոչ միայն եկեղեցին լեցուն է, եկեղեցիները լեցուն են, այլ թուրսը եւ հերթով գմտնեն եկեղեցի եւ թուրս կելեն։ Հավատքը շատ զորավոր է։ Պետք է ասել, որ առաջնորդ Սրբազանը հոն շատ լավ աշխատանք դարած է, Թանկարանգա, Ճաշարանգա, Թբրոցկա, գիմնազիա, առաջնորդանի մեջ գիմնազիա, որ միակ հայկական Թբրոցն է, որ պետական ճանաչում ունի եւ կհասցնե մինչեւ երկրորդական բակալորիայի դասարան։ Ամենօրյա Թբրոց է։ Անհատները հաջողած անհատներ են, կամ քեթ ես հաջողած անհատներուն հանդիպեցա, որոնք ամեն մեկը կորզադեր են, լավ հարաբերություններ ունին պետության հետ եւ Հայաստանի հարցերով նորեն պիտի գրկնեն մեր հեղափոխական քրագանության մեջ այրած են։ Անհրաժեշտ կտեսնեն, որ Հայաստանը իր այսօրվա վիճակեն դուրսել է։ Մարդիկ են, որոնք 30-40 տարի է Հայաստանեն դուրսելած են կամ ռուսածին են, այսինքն ռուսաստանածին են, իրենց մեծ հայրերեն մնացած։ Կարելիությունն է, որ մենք կրդանք իբրև սպիրկի, այսին Ռուսաստանեն դուրս սպիրկի հայություն մտածել այս մասին եւ իրենց պատասխանատվությունը նաեւ ընկալելու մեր ներդրումը։ Հիմա մեր ասելով կուսակցության, սպիրկին, դիպանայության, ինչ արեմուդահայություն, որտեղ իրենք սիրենք արևելահայ են, բնականաբար, բայց սպիրկ են։ Հիմա գենտաթեմ առաջինն էի, որ իբրև արևմուդահայ կացած էի եւ արիթ ունեցա ծերնարկներու կամ ժողովներու ներկա գտնվել։ Ասկի առաջ բյուրոյի մեր ներկայացուցիչ ընկերն Գերագոբտեր Խաչատրյանը 1-2 արիթով կամ ընկերանքը այցելած էր Մոսկվա, բայց զուտ աշխատանքային եղած։ Ինձ արիթը ստեղծվեցա, որ գարենամ ավելի լայն շփումներ ունենալ իրենց համար այս տեսակ ներկայությունը կամ հարդքերը էակը քիչ դարօրինակ էր, այսինքն չէին գիտեր, որ նման մտածողություն կա եւ կարևորություն ունի անձնավորություններ են, որոնք իրենց հանգիստ պայմաններուն հագարակ հայկական հարցերով կսպաղեն եւ դերմը ագամագը մտածեմ, որ արդյոք պետք չէ վարագի չլալ նաեւ այս մտածողությունը արտասահմանի մեր հանգիստ պայմաններու մեջ ապրող մարդոց, որոնք միայն հունվար 6 չէ, որ եկեղեցի գերտան, այլ ամեն գիրագի ինչպես իրենք գերտան, որ միայն ապրիլ 24-ին չէ, որ ծերնարգի մգուկան առաջին գարտ նստելու համար, այլ ամենաբզդիկ հարցերով կսպահեն, այսին եկեղեցվո մոմերու հարցով, կանային շուրջարին հարցով, մարդիկ, որոնց կողմ մտնելու համար թերևս մեկ շաբաթ առաջ ժամացություն, մեկ ամիս առաջ ժամացություն պետք է առնես, այսպես փոքր հարցերով կամ հայկական այդ գիրակնորիա դբրոցին 4 ժամնոց, 5 ժամնոց դբրոցին, որոնք հետաքրքրական է նաև։ Գաբրին շնորհիվ ռուսահայերու ամսական օժանդակությամբ ոչ թե մեկը գսե արեք ցեզ $200,000 եւ ամիսը $50, 20 հոգի, 30 հոգի, 100 հոգի կվճարեն կանոնավոր կերպով, որպես այդ դպրոցները ապրին։ Առաջորդանի մեջ հավաքաբար մգա երդասարտներու, որոնք կուքան երեգոները, գաշխատին, գխոսին, գխնդան։ Մեր հասկացողությամբ կուսակցական կառույցներ անպայմանորեն չի կան, օքեյ, մենք ունենք կուսակցական կառույց, բայց շատ ավելի համայնքային այսպես
միջավայրի մեջ է, որը հաջողած մեկ օրինակ է։ Ընկերագոբ եզրափակելու համար եկեք Փարիզեն, Մոսկվայեն վերադառնանք միջին արևելք է, փակենք միջին արևելքով։ Միջին արևելքի այս վերջին զարգացումները լույսին դակ եւ այս զորաշարժի ընդանուր մթնոլորտին թեմայի մեջ ինչ կգարձեք միջին արևելքի մեր քաղուտները այսօր ինչ բարդավորություններով դիմաց են զորաշարժի այս հրամայականին դիմաց եւ իրենց թերը եւ դեղը ուր այս ամփոխչի մեջ այս ամփոչ համայական օրագարկի մեջ անելիք ունին որքան անելիք ունին եւ զորաշարժելով ինչ կթելացրեք իբրև այս շրջանի հարցերուն լավ ադեղյակ եւ դարիներով հետևող անց նոհոս պիտի փորձեմ ռոմանտիկ լալ քիչ լիբանանցի արյունս նաև իր դեղը ունի այն վարգյանը եւ այն օրը որ մենք մեր գամքը կգոդրենք մեր բոլոր հույսերը իթերև կելեն եւ բոլոր աշխատանքները իթերև կելեն այո միջին արևելքը վտանգված է նոր չէ որ վտանգված է այո միջին արևելքի մեր հայկական քաղաքները նոսրացած են նոր չէ որ գնորսանան այո թուրքական քաղաքական ներկայությունը եւ ոչ միայն քաղաքական ներկայությունը աստիճանաբար գավելն է լավ այս բոլորը սել է ետք հավաքվենք կոչենք մեր առաջնորդարանները փակենք դպրոցները եկեղեցիները կառույցները Ջամբրուգի մեջ տնենք երթանք Ամերիկա այդ է կարելիությունը եւ ովսա որ եթե որոշենք կրնանք պաստորեն հագարակ ամեն ինչի հագարակ ցեղասպանության բոլսո մեջ հայությունը մնաց հագարակ դակտապներու Եգիպտոսի մեջ հայություն կա Իրաքի մեջ հայություն կա Հորթանանի մեջ հայություն կա, Երուսաղեմի մեջ, Քրավյալ հողերու մեջ կա հայություն։ Մինչև Սուդանի եւ Եթովպիայի մեջ հայությունը մնաց։ Հոս է խնդիրը։ Հանուն մնացողներուն ոչ է կացողներուն։ Հանուն մնացողներուն մենք ինչ պիտենք։ Մեր ծրագրերը ինչ պիտի լան։ Մնացողը պիտի բահենք։ Մնացողը նույնիսկ փոքր թիվով Հյուլեական ուժը ինչ է, փոքր հյուլեն է, չէ։ Երբեմն այդ փոքր հյուլեն, երբեմն չէ, փոքր հյուլեն շատ ավելի մեծ աստեցություն ունենա, քան մեծ թիվերը։ Մենք պիտի փորձենք միջին արևելքի քաղաքները եւ հոս հիմնականի մեջ Լիբանանը եւ Սուրիան ընել այնպես, այնքան ամուր, այնքան ամրացնել հավաքական ձևով, արտաքին օժանդակությամբ, այսինքն հայկական օժանդակությամբ կսենք որ մնան այս քաղաքները, այս միջավայրները ստրատեգիկ ռազմավարական նշանակություն ունին։ Սպիրկի ժողովին ալսի։ Թուրքիո նպատակները մեկը վաղուց ի վեր այս քաղաքները քանթել է։ Մենք չենք կրնար մտածել հագահայկական, թրքական քաղաքականության մասին Հայաստանի թեմ եւ մորնալ Սպիրկի եւ միջին արևելքի հայության թեմ։ Այս ձերի մեջ, այո այսօրագոչը նաև լիբանանյան և սուրիական և եգիպտական և իրաքահայության համար օրագարկեր են, որ մենք մեզ ամուր բանենք և ամուր ենք, չգարձենք, որ ամուր չենք, իսկապես ամուր ենք, կքանքադինք, կտշկոհինք, կքննադատենք, բայց ամուր ենք, պաստորեն հագարակ բادرազմին, գրիվին, ամենօրյա ռմբակոծումներուն Ընկերվիկ ենք, քանի ծերնար տունացան քաշիվներ լավ գնես, քանի ծերնար բادرազմին զարգերուն դա գրինք, չէ, քանի հատ ունինք քալի կորերուն, ամպոչ լիպանի բادرազմի ընտացքին, եթե մտածենք, մեր դպրոցները վերագառուցվեցան, նոր դպրոցներ հաստատվեցան, նոր գետրոններ հաստատվեցան, հիմա կան այսպես շատ իմաստակ մարդիկ, որ արդյոք պետք է այդ ծախսը թնել, որպեսզի Լիբանան մնան, այդ գումարը եթե Հայաստան գրգեինք, ինչ պիտի Հայաստանը գրգեցինք։ Եթե Ամերիկայի մեջ դպրոց, Ամերիկայի մեջ 10 դպրոց պետք է տեր Լոս Անջելեսի մեջ։ Բայց դա չի նշանակել, որ այդ դպրոցները պիտի կառուցվին
Կանտելով հոստեղը, չէ, հոս պիտի զորանա, զորավոր պիտի շարունակենք մնալ, ավելի պիտի զորանանք, հանուն մեկ եւ հիմնական բայ մենք մեր արաքելությունը ունենք բահելու բավանելու մեր լինելությունը։ Երբ մյուսը գսե, ուրիշը գսե, որ Լիբանանի հայությունը մեր ողնահարն է, սպիրտ կարելի չէ երևակայել առանց Լիբանանի, մենք ինչու պիտի չասենք այդ։ Ինչու աս լալգան, հիաստապ, թշկով վիճակը պիտի բահենք։ Ընդհանրակը մենք ամուր ենք։ Հիմա Պիտեսեն, որ գերագոպը նորեն պանասadzական շնչով ու խոսի, բայց իրականություն է, հանե հավատքը մեր մեջ են, կվերացինք ովևէ մարդու, ովևէ դեր, անաբադի մեջ կամ ծովեզերքը, կամ Հիմալայի կակատին, կամ ինչ գիտնամ Հավայի մեջ, կամ ապրիգյան մեկ գեղեցիկ երկրի մեջ, ապրող մարդու։ Եթե այդ է ուզվածը, եւ այդ է ուզվածը, Թուրքին գոմ է, եւ այսպես ասած, այս տեսակ մտածողության մարդուց կողմ է, ուրիշ բան չսելու համար, մենք ինչու դերի պիտի տանք, այսինքն, դեր չեմ ասել նահատակներու ժարանք, գդակ, դերզոր, երապլուր, այդ բոլորը չեմ ասել Լիբանանի քաղաքացիական պատերազմ, այս բոլորը չեղան, որովհետեւ մենք հանգարց մեր հաջողին համար հայրենիքը ջաբրուկի մեջ չտնենք եւ ճամփորդենք։ Շնորհակալություն գերագոպ այս հարցազրույցին համար, հարգելի ունկնդիրներ, գիշեցնեմ մեզ զրուցակիցներ, Հոյտա բյուրոյի անդամ, Միջին Արևելքի պատասխանատու եւ հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ երեսփոխան Հակոբ Փակրադունին։ Հարգելիներ, Սպիրկի հարցերով նվիրված Փարիզի խորհրդաժողովին էջը մեզի համար փակված չէ եւ վանացային այս հարցազրույցին հետ հատուկ հաղորդումներով պիտի ներկայացնեն խորհրդաժողովին 4 կլոր սեղաններուն ամբողջական քննարկումները եւ մասնակիցներու դպավորությունները։ Հետևաբար ասկային զորաշարժի հրամայականը մեզի համար պիտի մնա առաջնահերթ օրակարգ, նաեւ քարոշչական մնայուն սևերագետ։ Այնպես որ մնացեք միշտ վանացանի ունգընտիր։ Շնորհակալություն։